Շատ ուրախ եմ, որ ձեր ընտանիքում համալրում է լինելու, բայց չեմ հասկանում ինչի ես ինձ դրա մասին տեղյակ պահում։ Շատ էլ լավ հասկանում ես ինչի եմ քեզ դրա մասին տեղյակ պահում։ Ամեն դեպքում շնորհավորում եմ, շատ ուրախ եմ ու ուզում եմ երջանիկ լինեք։ Ինձ քո շնորհավորանքը պետք չի, Անգելինա, հեռու մնա ընտանիքիցս։ Հավատա հեռու եմ։ Չեմ հավատում, ես միամիտ չեմ, Անգելինա։ Իմ համար ուրիշի տղամարդուն գողացողը մինիմում տականք է։ Իհարկե չեմ հասկանում ինչի համար ես ամեն ինչն ինձ ասում, բայց ես էլ մի ուրախալի լուր քեզ ասեմ։ Կարաս դու էլ ինձ շնորհավորես, ես էլ ամուսնանում եմ։ Շնորհավորում եմ, մաղթում եմ ընտանիք քանդողներից հեռու մնաք։ Երբեք իրարից գաղտնիքներ չունենաք։ Չեմ ցանկանում այն ինչ որ ես եմ զգում դու զգաս։ Վերևից տեսա խոսում եք, ասեցի իջնեմ։ Ոնց ես պետի։ Հրաշալի։ Անգելինա, դու բարձրացի վերև, մենք այսօր շատ գործ ունենք։ Եկել եմ հերթական ստուգումների, բայց երևի բարձրանամ, որ չուշանամ։ Այսօր քո ստուգման օրն է։ Հա, զանգեցին, կանչեցին։ Լավ, գնամ կտեսնվենք։ Դե բա վերջս էս պիտի լիներ, բաղի ձողիկի հույսին պիտի մնայի։ Բաղթ բաժանելուց երևի էլի սոսի հետևից է ինկած իմ բաժինը չեմ վերցրել, անամոթներ։ Ալո։ Լիլիթ, ողջույն։ Բարև։ Իրանա, բուժքույրը։ Դու ինչի ես ինձ զանգել։ Արդեն Հայաստանում եմ ուզում եմ հանդիպել։ Ահ, քո այդ հանդիպելու ոչ պատճառ ունեմ, ոչ էլ հավես։ Ես ու դու վաղուց մեր հաշիվները փակել ենք։ Հենց այդ հաշիվների համար եմ զանգում, ինչ փող է պետք։ Ես մնացել եմ աղի ձողիկի հույսին, դու ինձնից փող ես ուզում։ Ես էլ քո փողի հույսին եմ մնացել։ Շատ վատ եմ, ինչ ասեմ։ Դու ինձ ասելու բան չունես, եթե փողը չլինի, ես կսկսեմ արդեն բացահայտումներ անել։ Դու այդ ձրիակեր, ինչի ես անպայման ուզում գժվեմ գլուխը թռցնեմ վրայիցդ։ Դե ես զգուշացրեցի, սպասում եմ գումարին։ Սրան նայի։ Ես գնացիր երկրից ժրեցիր, հա տիկին։ Սպասում եմ։ Ոյ, դու մեռար։ Ես էլ մտածում եմ ումից մուրս հանեմ։ Պետք է գրաֆիկ գծենք, որ հասկանանք, որ երկիր են գնում ու մոտակա ինչ տեսարժան վայրեր կան։ Ծովափնյա չէ գնանք։ Դե ես ավելի շատ ակտիվ հանգիստ եմ պատկերացնում, չգիտեմ։ Թեկուզ ակտիվ, կարանք տենցել կազմակերպենք, բայց արագ վիզաների հարցումն պետք է լուծենք։ Իսկ եկեղեցին։ Հերիքի տես, որ ես էլ եմ ուզում, որ ամեն ինչը եկեղեցով լինի։ Ուղղակի մտածում եմ մի քիչ սպասեինք։ Դե սպասենք նշանակում է մյուս տարի։ Բայց ինչի մյուս տարի։ Դե որովհետև ցուրտ կլինի, ես իմ ուզած շորը չեմ կարող հագնեմ։ Պրոֆեսիոնալ համոզող ես։ Դե տես, իրականում պապայիդ ասելուց ավելի տրամադրվեցի։ Բայց ես մտածում եմ, որ ավելի կարևոր է իմ ու քո եկեղեցի մտնել եմ։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է ամեն ինչ շատ սիրուն լինի, որ չնայենք հետո ասենք, դե ցուրտ էր շորը սիրուն չէր, դե եթե պայմանները ուրիշ լինեն, ուրիշ ձև կանեինք։ Հասկացա։ Դու ուրեմն շորը ընտրի, մենք արագ կկազմակերպենք։ Ես արդեն ընտրել եմ։ Ավելին ասեմ, օրվա մեջ մի քանի անգամ զանգում եմ, տեսնեմ արկա կա թե չէ։ Եվ վերջի ինֆորմացիա վարկա է։ Հա, արկա է։ Դե մենք գնացինք։
Ուր։ Գնացինք, արի։ Կարող եմ փորձել։ Իհարկե կարող եք ստեղ վերցնել, կարող եք ես հյուրասիրեմ։ Մերսի շատ։ Ամեցեք ձեզ էլ հյուրասիրեմ։ Այս տարվա 4 կոկոկ ամշած։ Իսկ դու խայտարակ չես աղջիկ։ Ինչի՞ ամեն ինչ փորձում ու ոչ ես առնում։ Ես մեղավոր եմ, որ այս մարդիկ հյուրասեր մարդիկ են։ Ես էլ ծիրուն աղջիկ։ Ուզում են ուտեմ ամեն ինչից, որ ինձ լավ զգամ, բատա։ Լսի, այդ մարդիկ պարտավոր չեն, ես ուշ փորով տուն ճանապարհել ու դու ոչ մի բան չառնես։ Բայց ես ոչ մեկին չեմ խոստացել, որ ամեն ինչ պարտադիր պիտի առնեմ։ Իրանք են հյուրասիրում, չվերցնեմ, ֆայնա։ Վայ։ Անցի առաջ, հայ խայտարակ։ Գիտես չէ, անտանը նենց խառը վիճակը ընդհանրապես աչքից բան չի գալիս։ Գնալուց հետա կապված։ Առհասարակ, ընտանիքիս հետ։ Արդյոք գժվում եք։ Ուզում ես լուծումն ասա։ Պետք է նստեք ընտանիքով իրար նորմալ հասկանաք, խոսեք, քննարկեք, էտա պետք։ Քննարկել։ Հենց էտա որ մեր մոտ քննարկել չի ստացվում։ Ամեն երկրորդ բառից հետո կռիվ է դառնում։ Չգիտեմ ոնց պիտի սենց թողնեմ գնալ։ Լսի ֆայնա։ Քո ուսումը բոլոր ընտանեկան վեճերից կարևոր է։ Չես հասկանում, որ պահա գալու, որ ի վերջո բոլորը հանդարտվելու են, հանգստանալու են, գտնելու են իրանց։ Ու դու էլի մնալու ես երազանքից սպասելուց, եթե հիմա չգնաս։ Սա շատ ճիշտ որոշում է, ֆայն։ Մեկը անհանգիստ եմ, յան։ Նախ դու ընկերուհուդ գիտես, ես կապեր ունեմ վերևներում, ամեն ինչ լավ է լինելու։ Համել վերջում միշտ ամեն ինչ լավ է լինում, չէ՞։ Ու համել քո գնալ չգնալը ոչ մի բան չի փոխում, չէ՞, ֆայնը։ Ախր խնդիրը քո շուրջը չի, որ դու մնաս ու ամեն ինչ կարգավորվի։ Ես վստահ եմ, որ ընտանիքիդ անդամները շատ ուրախ են քեզ համար։ Դու գնում ես երազանքիդ հետևից, ֆայնա։ Գիտես իմ ու Կարոյի մոտ էլ է այդպես լինում։ Վիճում ենք, կռվում ենք տարբեր թեմաների շուրջ։ Բայց հետո երբ որ նստում ենք, սկսում ենք խոսել, քննարկել, իրար միանգամից հասկանում ենք։ Ձեզ էլ է այդ պետք, խոսել է պետք, խոսել, ընդհանրապես։ Իսկ Կարոյին վաղուց չեմ տեսել։ Ջալոս։ Դրա համար հենց հիմա գնում ենք մեր տուն, նստում ենք, զրուցում ենք, խոսում ենք ու դու էլ ծրվում ես։ Մի րոպե։ Էդ ինչ ես անում։ Սուշի եմ պատվիրում։ Այս սրանքից լավն է։ Վերջ, պատվիրեցի։ Արի միասին գնանք հիմա մեր տուն, ինչով հասնենք իրանք կառակ իրենք շատ արագ են առաքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք ում եք ուզում։ Երեխուս։ Հա, բայց ինձ տիկին Աննան չի ասել, որ երեխու հետևից մարդ է գալու։ Ես երեխու հետևից չեմ եկել, ես եկել եմ սրան տեսնեմ լորի մոտ, սուրու։ Ոհ։ Հա, տիկին Աննա, ես էլ ուզում էի ձեզ զանգել։ Հա, արդեն եկել է։ Շատ լավ։ Պաստորեն ես զանգից շուտ հասա։ Հա, ներողություն եմ խնդրում, ուղղակի շատ վախեցա, դե երեխան իմ պատասխանատվության տակ է։ Հա, ու ավելի լավ կլինի ուշադիր լինեք։ Չնայած այս հարցին պետք է լուծում տանք, չէ՞ հələ։ Չէ, ինչ եք ասում, ես երեխային շատ լավ եմ խնամում, հաստատ խնդիր չի լինի։ Այդ կապ չունի։ Գիտեք, չէ, միշտ հուզվում եմ, երբ հայրը սենց ջերմ է լինում երեխայի հետ։ Դե այլ տարբերակ չի էլ կարող լինի։ Սրան ոնց չսիրես։ Օխ, սոված չի, չէ՞։
Չէ, նոր եմ կերակրել, պատրաստվում եք քնացնել, անա եկաք։ Իսկ ինչի կարիք ունի։ Ոչ մի բանի կարիք էլ չկա, ամեն ինչ տիկինանան առել է։ Համարս կթողեմ, եթե ինչ-որ բանի կարիք լինի, անպայման կզանգի։ Հələ դու շուգլ տրավիմ տղեն, ախ, կարմոս կանգնես, դարի կանգնենք, շուտա, Չես ուզում խոսենք։ Շատ վատ վիճակում եմ, չգիտեմ ինչից խոսանք, ոչ եմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ։ Դու գիտես, ես միշտ պատրաստ եմ քեզ լսել։ Գիտեմ, որ դու ու Հենրին մի ամբողջ օր միասին եք եղել։ Չէ, մի անհանգստացի, ինձ Հենրին չի ասել։ Ուղղակի դժվար չէր հասկանալը։ Ուղղակի մի բան չեմ հասկանում։ Սիրելու պատճառով պարտադիր անընդհատ դժվարությունների հանդիպելն ու սխալվելը։ Իսկ սիրելուց առաջ ինչ-որ մեկը խոստացել էր, որ ամեն ինչ հեշտ ու հարթ է լինելու։ Թե բայց սիրելուց առաջ ոչ ոք չի էլ մտածում, որ կանի բաներ, որ մինչև այդ անթույլատրելի ա եղել իր համար։ Դու գիտես, ես երբեք չեմ ընդունել սեփական երջանկությունը ուրիշի երջանկության հաշվին կառուցելը։ Բայց լինում են դեպքեր, երբ սիրտը հաղթում է մտքին։ Ու էլի մի անգամ սիրած մարդուն տեսնելը, իր շունչը զգալը աշխարհի բոլոր օրենքներից կարևոր է դառնում։ Ախր ցավին ու տանջանքին էլ չէ պիտի սահման լինի։ Եթե սիրելուն սահման չկա, ուրեմն տառապանքին էլ սահման չկա։ Այդ սահմանը մենք ինքներս ենք որոշում։ Դու կամ որոշում ես հարմարվել ու կյանքդ շարունակել, կամ էլ որոշում ես պայքարել մինչև վերջ։ Ու այդ պայքարի արդյունքը էլի քեզնից է կախված։ Դու ինքդ ես ընտրում հաղթել թե պարտվել։ Ու եթե նույնիսկ պարտվել ես, այդ մենակ դու ես պարտվել։ Որովհետև սերը երբեք չի պարտվում։ Սերը չի կարող թույլ լինել։ Սերը Աստծո պարգևն է։ Ու երևի հենց ինքը Աստված։ Ես գիտեմ, որ զգացմունքները անընդհատ քո ներսում խեղդելը շատ դժվար է։ Ուզում ես անընդհատ կիսվես քո սիրած մարդու հետ, ուզում ես համբուրես, որ զգա։ Ուզում ես դիմացը դուրս գաս, որ տեսնի քեզ, որ դու տեսնես իրան, բայց ես հիմա չգիտեմ քեզ ինչ ասեմ, որ ճիշտ հասկանաս։ Բայց Հենրին իրոք շատ դժվար ժամանակներ է ապրում։ Ինքը ամեն ինչ անում է, որ իր նոր ստեղծված ընտանիքը ամուր պահի։ Ու այս ծայրահեղ քայլերին էլ գնում է իր երդմանը հավատարիմ մնալու համար։ Ու իր տղամարդու խոսքը պահելու համար։ Ես գնում հիվանդներին տեսնեմ, դու իլ աչքերը ցրպի։
Վախ, ինչ լավ տեսք ունի։ Արդեն համով է։ Հա, իրան սուշիները շատ համով են, սկսեք։ Շատ լավն է։ Վայնա ջան, ասում ես բա հիմա պիտի գնաս ուտես մենակ մնաս, հա? Չէ, Կարո ջան, չգիտեիր, քեզ էլ հետն է տանելու։ Քեզով հարց տվեց։ Լեսի, այս մարդը 45 անգամ ասաց մենակ եմ գնում, մենակ եմ գնում, մենակ եմ գնում, ելեք է հարցեր ես տալիս, վայ։ Այդ ցավը տանեմ, ընկերոջս քունա, բա մի հատ չիմանամ ինչ, ոնց, ում համար, ինչի համար։ Ուսման համար, Կարո, ուսման։ Հա, յանի մեր մոտ ինստիտուտ չկա գնում հասնում ես եսի մուր։ Վայ, լսի, այդ դարդերն էլ են քեզ տվել, վայ։ Հա, հետո Կարո ջան, հետո ոչ մի բան, վերջ, ինչ մտել ենք միլիոն հատ հարց տվեցիր, սպառել ես արդեն, վերջ, սուշիտ կեր։ Կարո, ամենակարևորը, որ իմ գնալուց հետո ընկերուհուս լավ նայես։ Վայնա ջան, ցավը տանեմ։ Ճիշտ է, վերջերս մի քիչ շատ քիչ եմ երևում, բայց այդ ինձնից կախված չի։ Դե գործողություններ են։ Ցավը տանեմ։ Իսկ Դիանը չկան։ Իմ առաջնային գործերից է։ Լսեցիր։ Պա։ Ինչ պա։ Յանի տենց չի, հա։ Վայ, տենց է կռիվ մի արա։ Հիմա ինչ են հաջող մաջողի պահը կազմակերպելու ենք, հա։ Դու չգիտեմ ոնց, ես գնալու եմ այրոպորտ։ Կարող է լավ չես դու։ Ոնց որ պորտդ այրոպորտում կդրածելնեն։ Վայնա ջան կներես 1000 անգամ քո դեմ բան չկա։ Ուղղակի ես ընկերուհիդ ամեն օր գնում է այրոպորտ կամ մեկին դիմավորում է կամ ճանապարհում է, ոնց որ խառն ենք։ Ֆայ։ Ինչ եղավ Յան։ Ես չգիտեմ առանց քեզ ինչ եմ անելու։ Յան, լավ վերջացրու։ Հեսա ես է կլացն։ Ես մեռնեմ վրես մեր արև տեսես լացի։ Ախր դու իմ ամենամտերիմն ես։ Դու էլ իմ Յան ջան։ Ֆայն աղջիկ, եթե ես իմացել եմ, որ դու այնտեղ մի հատ ուրիշ ընկերուհի ես ճարել մտերիմ, գալու մերկուսիդ էլ սպանեմ, հասկացար։ Սուրմասել մաքրվեց, չէ լրիվ։ Ինչը մաքրվեց։ Դու տենց բաներից չես հասկանում, դու սուշիկ էր։ Ինչ է իրանում ես կողմերում։ Եկել էի հերթական ստուգման։ Բայց ինչի չգիտեի բեցի։ Գիտեիր, երևի մտքերդ են խառը։ Ինչքան էլ խառը լինեն, սենց բաները ես երբեք չեմ մոռանում։ Հիմա այս խոսակցության իմաստը ո՞րն է։ Պիտի թաքուն պահեի, որ ստուգման եմ գնացել։ Չէ, ուղղակի պետք է ասեիր։ Ուզում եմ գնանք մանկատուն։ Հիմա։ Հա։ Այսօր գլուխս գործերով շատ խառնաբեցի, արի թողենք հետո։ Չէ, խնդրում եմ հիմա։ Բեցի ջան, ինչ ա եղել։ Շատ խոսացինք երեխա որդեգրելու թեմայով։ Խնդրում եմ արի արագացնենք այդ process-ը։ Չեմ հասկանում, անպայմանն է հենց այսօր ու հենց հիմա։ Խնդրում եմ Հենրի, արի չուշացնենք, հա։ Ես ահավոր սթրեսի մեջ եմ ընկնում ու չեմ դիմանում։ Ախր դու էիր անընդհատ ասում մենք պատրաստ ենք այս քայլին, թե չէ։ Հիմա հասկանում եմ, որ պատրաստ ենք։ Ուրախ չես։ Ուրախ եմ։ Խնդրում եմ արի հիմա գնանք, հա։ Երկուսս էլ հոգեբանորեն պատրաստ ենք։ Այդ շատ կարևոր է։ Ալո։ Այդ բուժքույրն արդեն Հայաստանում է։
Չէի ասել, որ ես գժոտ եմ։ Խառնել ես ինձ փապկասուն կանանց հետ այդ տիկին։ Բաց թող։ Հələ մենք երկար խոսալու բան ունենք, անցի առաջ։ Նստի։ Ինձ դրել ես բանկի տեղ, անտոկոս անվերադարձ փող ես ուզում։ Դուրս արի մի հատ, հա։ Նոր եմ եկել, հələ համբերի շունչս տեղը գա, ես քեզ կասեմ, որը որից հետոյա։ Լսի դու գնալով ավելի ես կատաղում։ Էս հələ հանգիստն է։ Էս հələ բանակցությունների փուլն է։ Դու մի հատ ջուր բեր, ես խմեմ շունչս տեղը գա, քեզ կասեմ, որը որից հետո է։ Տանաշն է տենց լավ չի գնայ լեռան գագաթին տունդ վերցնեիր։ Մինչև բարձրացա շունչս կտրվեց։ Լավ, ջուր մի բեր, հետո կբերես։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես շատ նյարդային եմ։ Ինձ հանկարծ չընդհատես, լսում ես։ Մյուս անգամ ինձնից փող ես ուզել, տունդ օդ կհանեմ։ Հասկացանք իրար գլխից խաղեր չխաղաս։ Խաղերի մեջ դուք եք։ Հələ նայ որ ընդհատում է։ Չէ դու ինձ արդեն հունից անում ես, գիտես։ Ինչի ես եկել։ Ես հեռախոսով պարզ ասեցի ուզածս։ Փողը բերել ես։ Դու լուրջ չես հավատում, որ ես սրա փողը հազիվ եմ ճարել։ Ան։ Չէ, չեմ հավատում։ Մի բաժակ ջուրն էլ քեզ լինի։ Նայ զգուշացնում եմ, այս թեթև նախերգանք է։ Մյուս անգամ ավելի վատ է լինելու։ Ես շատ վտանգավոր եմ, լերա։ Իրա։ Այդ արդեն էական չի։ Ես շատ վատ բաներ կարամ անեմ, լսի քեզ զգուշացնում եմ։ Ախր գիտես է որ կարամ անեմ, բայց շարունակում ես։ Նայի ասում եմ։ Անենց բաներ կսարքեմ գլխիդ, ապշահար կմնաս։ Անենց բաներ կսարքեմ, 4 ծմահով էլ չես կարողանա բրծնես։ Գոնե տղուտ խղճա։ Այս անգամ նենց կանեմ։ Սայլակի չէ, անկողնուց էլ չի կարողանա վեր կենալ։ Փողը տվել են վերջ, բարձանք ես թեման։ Սրանց նայեք, սատկած ձի եմ ման գալիս նաները քաշեն։ Շատ ճիշտ որոշում էր։ Չէի մտածում, որ այսքան կլարվեմ, այստեղ։ Իրականում ես էլ եմ շատ լարված։ Կուզեի, որ մեր բոլորի հարազատները ներկա լինեին, բայց ոչինչ։ Սա ճիշտ էր։ Չեմ խանգարելու ձեզ։ Եկել եմ շնորհավորեմ ու գնամ։ Դու չես կարող ես խանգարես, պապ ջան։ Աստված թողորնի ձեզ։ Ձեր միությունը, ձեր պսակը, սիրեք իրար, ամուր բռնեք իրար։ Միասին ապրեք հաշտ ու համերաշխ։ Ես ձեզանով կհպարտանամ հեռվից, ձեզ չեմ խանգարի։ Միշտ կլինեմ ձեր թիկունքում։ Ուզում եմ երջանիկ լինեք, շատ երջանիկ։ Մերսի, պապ ջան։ Չես գալի ներս։ Չէ, երկուսով եք որոշել, ուրեմն գնացեք։ Ես հերվից կհպարտանամ, կուրախանամ, կարևոր չի, սկսել եք, շարունակեք երկուսով։ Պապ։ Գնացեք, սա ձեր ճանապարհի սկիզբն է։ Ես տանը ձեզ կսպասեմ։ Դե, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եք։ Համարձակ։ Հրաշալի է, որ վերջնական որոշման եք եկել։ Ձեր այս քայլով եւս մեկ երեխայի կյանք էլ կփոխվի։ Այստեղ իրենց հանդեպ վերաբերմունքը շատ լավ է, բայց դե ընտանիքում լինելն ամենակարևորն է։ Լավ է, դեպքում ասեք ինչից ենք սկսում։ Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասում, հեշտ process չի։ Բայց միևնույն է, համոզված եմ, որ արդյունքի ենք հասնելու միասին։ Մեզ համար ամենակարևորը երեխայի հետ կապի դուրս գալն է, քիչ-քիչ շփվել ու մտերմանալը։ Կարող եք գալ, շփվել, հանդիպել, կապ հաստատել երեխայի հետ մինչև ընդհանուր process-ի ավարտը։ Իմ անունից եմ ասում, շնորհակալ եմ, որ երեխային երկրորդ կյանք եք պարգևելու։
Ես զգում եմ քո սերն իմ հանդեպ։ Ես գիտեմ, որ դու հավատարիմ ես։ Երևի մի օր ես էլ քեզ այնքան կսիրեմ, ինչքան դու ինձ։ Աչքերիդ մեջ մեկ հիասթափություն եմ տեսնում։ Մեկ էլ իմ մի ջան խոսքից դրանք սկսում են փայլել։ Դու կամ որոշում ես հարմարվելու, կյանքդ շարունակել, կամ էլ որոշում ես պայքարել մինչև վերջ։ Ու այդ պայքարի արդյունքը էլի քեզնից է կախված։ Դու ինքդ ես ընտրում հաղթել թե պարտվել։ Ու եթե նույնիսկ պարտվել ես, այդ մենակ դու ես պարտվել։ Որովհետև սերը երբեք չի պարտվում։ Սերը չի կարող թույլ լինել։ Շնորհակալ եմ քո սիրո համար, Նոյ։ Հիմա արդեն իմ հերթն է փորձելու, որ քեզ սիրեմ։ Այս խմի, ես գնամ վայնային օգնեմ։ Ինչ անում որ։ Իրերն է դասավորում։ Թող մնա հետո կխմում։ Ես գնամ մոտը խոսալու բան ունեմ հետո։ Դե ես գնամ Տիկին Աննա։ Սպասի քո համար տաքսի կանչեմ։ Չէ, ես կգնամ, այդքան էլ ուշ չի։ Շատ ուշ աննստի, մինչև մեքենան գա։ Այնքան լավ հայր է Միքայելը։ Մենակ տեսնեք ոնց էր երեխային գրկել։ Դե հա։ Գիտեք, չէ՞։ Շատ քիչ են հանդիպում նման հայրեր։ Ոնց որ ամաչեն իրանց սերը ցույց տան։ Երևի։ Երանի իմ կողքին էլ Միքայելի նման տղամարդ լիներ։ Այդքան ուշադիր, հոգատար։ Իմ երեխաներին էլ տենց սիրեր ու գրկեր։ Մեքենադ 3 րոպեից հասնում է։ Հա, համարներ տեսնեմ։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն։ Ոյ, կներեք, շնորհակալ եմ։ Բավար ասաց, որ երեխա եմ որդեգրելու, ինչ ասեցիր։ Դե ինչ պետք է ասեմ մեր, ասեցի նորմալ է։ Պարսա։ Անգել, իմ հետ ես խոսում, թե գրվում ես։ Ձայնի տեղին ինչ-որ անընդհատ կտկտոց է գալիս։ Նամակ էի գրում, Հանոյին էի պատասխանում։ Իսկ ինչ ես անելու հիմա։ Դե ինչ պիտի անեմ, պիտի համակերպվեմ ուղղակի, ինձ այնքան ցածր ու նվաստացած էի զգում, որ երբեք տենց չեմ զգացել։ Նոյ քեզ շատ է սիրում։ Հա, ես էլ պիտի փորձեմ իրան այդ փոխադարձ սիրով պատասխանեմ, ուրիշ տարբերակ չկա։ Բայց ախր Այս բայցերի մասին էլ չեմ ուզում խոսամ, որովհետև դրանք ինձ խանգարում են։ Լավ, քեզ մի բան ասեմ, տրամադրությունը բարձրանամ։ Ասա։ Ես ու Արամը եկեղեցով ամուսնացանք։ Լուրջ ես ասում մեր, կարևորը թողած ինչի մասին ենք խոսում, հələ պատմի։ Դե երկուսով ենք եղել։ Իրականում ես շատ կուզեի, որ դուք ներկա լինեք, բայց գիտես, Արամի տատիկի մահից հետո չենք կարող։ Արամ ուզեց, որ երկուսով գնանք եկեղեցի։ Արեքն ենց ոնց որ ճիշտ եք գտնում, կարևորը երջանիկ լինեք։ Այն իմ երազած շորն էի հագել։ Նկարներ կան։ Այո։ Դե ուղղակի որ նայեմ։ Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ մեր ես քո համար։ Գիտեմ։
Սպասի հեսա կուղարկեմ։ Իդեպ Արամն է նկարել։ Ասում են չի, եթե ամուսինդ քեզ լավ է նկարում, ուրեմն ես կյանքը շահած ես։ Ասեցի ամուսին։ Հավատես չի գալիս, որ արդեն Արամին պիտի տենց ներկայացնեմ։ Ուղարկել եմ նայ։ Սպասի նկարները հասան։ Այս ինչ սիրուն ես մեր, այս ինչ լավն ես։ Մինչև հիմա չեմ ուզում հավատամ, որ գնում ես Ֆայնա։ Մի ասա տենց Հենրի, առանց էլ սիրտս նենց է խփում, ինձ թվում է հեսա կուշաթափվեմ։ Բայց դե երազանք դա եղել։ Բայց մեկը արդեն բոլորիդ կարոտում եմ։ Ինչ եմ անելու առանց քեզ։ Տենց ես ասում, որ լաց եմ, չէ։ Դե հա, գնալու համար վրեժ եմ լուծում։ Հենրի, Ջան, դու գիտես չէ, որ ես քեզ անսահման շատ եմ սիրում։ դա ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ճիշտ է, երեխա ժամանակ ներվերը շատ է ուտում, բայց հիմա հասկացել եմ, որ առանց քեզ ապրել չի լինի։ Քեզնից հարազատ էլ ոչ մեկի չունեմ, Ֆայնա։ Ինչ արել եմ, միշտ կողքս ես եղել։ Լրիվ դարձել ես անցակիցս։ Ճարս ինչ։ Ինքան բան ունեմ հետդ խոսալու, ինքան բան ունեմ քեզ պատմելու։ Տենց լավ չի, հեն։ Սպասեր ինքնաթիռի մեջ կասեիր։ Ֆայնը լրջացի մի հատ։ Լավ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Արի նստի։ Ֆայնա։ Խոստացի, որ այն ինչ հիմա կլսես, ոչ մեկի երբեք չես պատմի։ Պատերազմի առաջին փուլը սկսված է։ Ինձ ոչինչ չի լինի, համոզված եմ, բայց բոլորիդ հերթով իմ առաջ ծնկի եմ բերելու, խղճահարություն առաջացնելով, թե ստիպելով կապ չունի։ Մտածում եք անինքնասեր եմ, ուրեմն էդ էլ իմ խաղաթուղթն է, հիմա անինքնասերների դարն է։ Հենրի ինչ ա եղել։ Արդեն սկսում եմ վախենալ։ Ֆայն, խոստացի, որ ոչ մեկի չես պատմի։ Վայ, հեն խոստանում եմ։ Անգելինան մամայի աղջիկն է։ Ինչ։ Ոնց Ինչ է նշանակում Անգելինան մամայի աղջիկն է, Հենրի։ Աննան Անգելինայի մաման է։